Անցկացրուր ինձ գավիթով Սրբությամբ հարգիդ խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով Բարձրացրուր ինձ շնորհիր կանգնել Գահիդ առջև որ ներկության Արդարություն տեմ ես ուզում իմ Տեր Սրբավոր ներկայությունը Տար ինձ Տեր խորանի սրբության մեջ Առնոքի արյունով անցկացրու Տար ինձ Տեր խորանի սրբության մեջ Վերցրուր որպես շուրթերն ինձ սրբիր Վերցրուր որպես շուրթերն ինձ սրբիր Անցկացրուր ինձ գավիթով Սրբությամբ հարգիդ խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով Բարձրացրուր ինձ շնորհիր կանգնել Գահիդ առջև որ ներկության Արդարություն տեմ ես ուզում իմ Տեր Սրբավոր ներկայությունը Տար ինձ Տեր խորանի սրբության մեջ Կարնուկի արյունով անցկացրու Տար ինձ Տեր խորանի սրբության մեջ Վերցրուր որպես շուրթերն ինձ սրբիր Վերցրուր որպես շուրթերն ինձ Հալելույա, Տեր գալիս ենք քո ներկայությանդ մեջ Գալիս ենք քո օրհնյալ ներկայությանդ մեջ Տեր ցնծությամբ, հարաբանությամբ եւ ուրախությամբ որ կարող ենք քեզի պաշտել ամեն անգամ որ գալիս ենք քո առջևով Տեր սա մեր ուրախությունն է հատկապես երբ որ երկրպագում ենք քեզ հարաբանում ենք քեզ ով մեր Տերը մեր էությունն ենք բարձրացնում քեզ մեր ամբողջ սիրտը մեր ամբողջ հոգիները Հալելույա անցնվում ենք քեզ ամբողջովի Անցնվում եմ քեզ Հիսուսին օժարեմ տալ կյանքս բոլոր Սիրում եմ քեզ և վստահ եմ ելիր իմ կյանքն ամեն օր Քեզ եմ հանձնվում Անցնեք ամեն բան Տերոջը Քեզ եմ հանձնվում Անպայման
Ես եմ Աստված, քեզ բուժողը, քեզ կորստից ազատողը, ուղարկելով խոսքս քեզ բժշկեցի, ես եմ քո աշակերտները, եկեք նորեն երգենք, ես եմ Աստված, քեզ բուժողը, քեզ կորստից ազատողը, ուղարկելով խոսքս քեզ բժշկեցի, ես եմ քո աշակերտները, նորեն դավանենք սա, ես եմ Աստված, քեզ բուժողը, քեզ կորստից ազատողը, ուղարկելով խոսքս քեզ բժշկեցի, ես եմ քո աշակերտները, ասենք դու ես Աստված իմ բուժողը, դու ես Աստված իմ բուժողը, ինձ կորստից ազատողը, ուղարկելով խոսքդ ինձ բժշկեցի, դու ես իմ աշակերտները, մեկ անգամ էլ ասենք դու ես Աստված, դու ես Աստված, ինձ բուժողը, ինձ կորստից ազատողը, ուղարկելով խոսքդ ինձ բժշկեցի, դու ես իմ աշակերտները, ուղարկելով խոսքդ ինձ բժշկեցի, դու ես իմ աշակերտները, Հալելույա, Նա այն Աստվածն է, որ մեր ցավերը վերցնում է, Նա այն Աստվածն է, որ մեզի կորստից ազատում է, մեզի ապիտենական մահից է ազատել, Նա մեր ելներից հարություն է առել, մեր մեղքի վարձքը գրելով խաչի վրա եւ ամեն բան մեր կյանքերում նոր է արել, հալելույա, Աստված, օրհնում ենք անդադար մեզ տրված այս փրկության համար, քո սիրո մասին ենք մենք երկու, քո անունը մեծարում, ով Աստված, օրհնում ենք անդադար մեզ տրված այս փրկության համար, քո սիրո մասին ենք մենք երկու, քո անունը Դեցրեց մեզ հնձությամբ իր առջև ենք, եկել ենք մեծ ուրախությամբ, դե եկեք նրան փառաբանենք, զվարճանքով երգենք պարենք, նա լեցրեց մեզ հնձությամբ իր առջև ենք, եկել ենք մեծ ուրախությամբ, դե եկեք նրան փառաբանենք, զվարճանքով Ուրախացիր ողջ երկիր, փրկիչը մեր ծնվել է, Աստծուն փառաբանիր, ուրախացիր ողջ երկիր, փրկիչը մեր ծնվել է, Աստծուն փառաբանիր,
Բրդիչը մեր ծնվել է Աստծուն փառաբանի Ուրախացիր ողջ երկիր Բրդիչը մեր ծնվել է Աստծուն փառաբանի Վերջեց նա մեր ցավերը մեղքերը մեր ներեց Վերջեց լույսով սրտերը և ցնծության ուզոմոտեց Վերջեց նա մեր ցավերը մեղքերը մեր ներեց Վերջեց լույսով սրտերը և ցնծության Իսուս Քրիստոսը իմ Աստվածն է որ հոգ է տանում ինձ համար ամեն վարքյան Իսուս Քրիստոսը իմ Աստվածն է որ հոգ է տանում ինձ համար Տերը բուժել է ինձ ցավերը իր մեծ զորությամբ և փառքիլիությամբ նա ներում է ինձ անverջ և օրհնում է անդադար նա հոգ է տանում ինձ համար ամեն վարքյան նա հոգ է տանում ինձ համար նա հոգ է տանում ինձ համար ամեն վարքյան նա հոգ է տանում ինձ համար Հալելույա մեր Տերը հոգ է տանում մեզ համար ամեն ժամանակ Դուք ծարավներ, եկեք ջրի մոտ Դուք որ ողջուն եք, եկեք ու արեք Առանց վճարի, ոնց գինի ու կաթ Ինձանից խնդրեք, բարիքը ստացեք Ջուր պիտի թափեմ ամենի վրա Ինչպես անձրևներ, չորուչան վրա Հոգիս պիտի թափեմ ամենքիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah Հոգիս պիտի թափեմ ամենքիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Ցավով էլ իմ արքարեություն է Որ այս օրերում այդ կատարվում է Եվ Երեմիայի տրված խոստումն է Որ Հոսի խոսքը որ կատարվում է Տաճարում կանգնած Տերն ահագեց Թող որ ինձ մոտ գա ինձ հավատացողը Ինչպես որ գրվեց նրա սրտիցը աղբյուր կվտա Oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah Հոգիս պիտի թափեմ ամենքիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Հիսուսն այս ասաց Սուրբ Հոգու համար Որ խոստացել էր աշակերտներին և Պենտեկոստեին Պարգևեց օժար իրենը սպասող հետևորդներին Oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah Հոգիս պիտի թափեմ ամենքիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah, oh hallelujah Հոգիս պիտի թափեմ ամենքիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Իմ օրհնությունը սերունդիդ վրա Տերոջ ներկայությունը բերում է մեզի թարմություն, որտեղ մատ գերբնական ներկայություն է, մատ ներկայությունը, որ վերից է, աստվածային է։ Մեր մտային ասած երկինքներն ու սահմաններն ու այդ առաստաղից ավելի բարձր է։ Այն որ աստվածային է, դա է գալի մեր կյանքերում եւ բերում է ազատություն եւ փոփոխություն։ Եվ այդ Աստծո խոսքից ու Աստծո ներկայությունից է։ Ուրեմն
Մատ անցյալ գիրակվա թեման կնայենք, հետո կանցնենք այսօրվա թեմային, որ ձեզ հետ կիսվելու է։ Կենթանի հույս խոսեցինք անցյալ գիրակի, Տեր Հիսուսի հարությունը բերում է նոր հույս եւ բերել է նոր հույս եւ հավիտենական հույս։ Մի հույս, որ մեր կյանքի ամեն ասպարեզներում մեզի մղում է դեպի առաջ գնալ։ Շատ ժամանակ մեր աշխարհը հուսահատ աշխարհ է, տխուր աշխարհ է, խնդիրներով ընկճված ու բռնված աշխարհ է։ Բայց երբ Հիսուսը մեռելներից սաղացավ, բերավ այս խոսքը, որ ամեն անձնավորության համար այս հույսը կա, որ ինքն էլ մի օր եթե թողնում է այս աշխարհը, իր համար էլ սաղանալ կա։ Որտեղ Հիսուս առաջինը եղավ, այն նմուշ եղավ, որ մեռելներից սաղացել է, եւ այդ ձևով եթե մի օր մենք ննջենք, մեզ համար այդ հարությունը կա, եւ նույն պահին մեր ննջեցյալների համար այդ հարության հույսը կա։ Եվ այդ որ Տեր Հիսուսի հարությունը մատ նմուշ է ամբողջ մարդկության հարության համար, եւ մենք երբ Աստծո ծրագրից ախոսում, Աստված մատ ծրագիր ունի այս աշխարհի համար, ամբողջ մարդկության համար։ Նրանք այս աշխարհում ապրում են, ժամ գգակ թողնեն եւ ընդդեմ կա մատ հարություն եւ հավիտենականություն։ Եվ Աստծո խոսքը ճշմարտություններ մեզ հետ կիսում է եւ մեզ մղում է որ այդ հավատանք եւ այդ հարությունից մենք հույս ենք առնում։ Համարյա կերնի մարդկության համար հույսը կա։ Շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ այս կյանքը ապրում են, ժամ կավարտում են, մեռնում են, վերջանում այցում է։ Ուրեմն եթե այդպես է, ընդ ինչ որ կա այս աշխարհում ամենը լավն ապրենք, ուրախ ապրենք, աշխատենք, մեր հաճույքների հետևից ելնենք։ Այո, ճիշտ է պետք է ուրախ ապրենք, բայց այդ որ այս աշխարհում սահմանափակվենք ու մեր հաճույքները ստեղ բերի բավական է, այդպես չէ։ Կա ավելի փառավոր կյանք, որ Տերոջ ծրագիրն է եւ հավիտենական կյանք, որ Հիսուս Քրիստոս Տերոջ միջոցով պատրաստվել է։ Եվ այդ ձևով մենք խոսեցինք, որ հարությունը բերավ նոր հույս, աշխարհի համար նոր ապագա եւ նոր տեսիլք։ Եվ նա մեռելներից հարություն առնելով ցույց տվավ, որ ճշմարտությունը թեև սպանեն, թեև ուրանան, թեև թաղեն, բայց կրկին հարություն կառնե եւ իշխանության կնստե։ Այսօր խոսենք ճշմարտության մասին։ Ճշմարտությունը հրաշալի է, Քրիստոս Տերը ճշմարտությունն էր, որ հայտնվել է եւ ավելի կարելի է խոսքի ուղղությունը հենց այդ ուղղությամբ գնա, որ Քրիստոս որ ճշմարտություն այսինքն ինչ։ Նա ճշմարտության ակն ու աղբյուրն է եւ ավելի պետք է մենք իրեն հասկանանք, իրեն ճանաչենք եւ նվիրվենք իրեն։ Բայց թողեք առաջ գնանք այսօրվա թեման նայենք միասին։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, բացի Հիսուս Քրիստոսով։ Այդ Պետրոս Արաքյալի քարոզի վերնագիրն էր։ Բացի Հիսուսով ուրիշ մեկով փրկություն չկա։ Գիտեք, այս աշխարհը մատ ձեր շրջակայքը նայեք, մատ YouTube նայեք, search արեք, տարբեր գաղափարներ ձեզ կտան։ Ձեզի յուգա կառաջնորդեն, ձեզի զեն, այսի չիմանամ արևելային կրոններ կա, որ միստիցիզմը բերում մեզ համար տարբեր ասած մղումներ, որ մենք մեր մտքերով, մեր աշխարհը երթալով, մեր ներքին աշխարհը փնտրելով, մենք կճարենք մի ուժեր, որ աստվածային ուժ է, եւ մենք ենք մարդկությունն, մենք ենք կենտրոնացած մեզ վրա, եւ համարյա Աստծոն ենք ում է դնում։ Եվ մեկ երբով այդ մեդիտեյշնի աշխարհ որ գնում է, մարդ իրանից դադարգվում է եւ աշխատում է ամբողջ տիեզերքի հետ միանա։ Այս մտածելակերպը ներշնչվում է ընդհանրապես մարդկանց եւ երբեմն մխիթարության խոսք կա, մեր հույս են տալի, բայց այդ հույսը ժամանակավոր հույս է, մեր հույս է, որ բոլորովին հավիտենականություն չունի նրանում։ Եվ դրա համար այս խոսքը, որ Պետրոս Արաքյալ Տերոջ մասին խոսում է, միակ մեկ անուն կա աշխարհի երկնքի առաստաղի ներքո, Հիսուս Քրիստոս Տերոջ անունն է եւ միայն նրանով կա փրկություն։ Ուրեմն այսօրվա սուտ փիլիսոփայություններ կա, սուտ կրոններ կա, հինդուիզմ կա, բուդդիզմ կա, տարբեր իսմեր կան, հոգեբանական ձևակերպեր են առաջարկում։ Երբեմն դրանք տենց որ ասամ, ժամանակավորապես մխիթարություն ու բժշկություն տալիս են, բայց միայն ժամանակավորապես է։ Ոչ մեկը ճշմարիտ ազատություն, փրկություն, մեղքերի թողություն եւ այն ճշմարիտ խոսքը, որ Տերն է ասում, հավիտենական կյանք ոչ մտեղ չկա։ Եվ այդ որ Պետրոս Արաքյալի խոսքը, այսօր մենք կնայենք հրաշալի խոսք է, որ ուղղակիորեն մեզի մղում է, որ հենց այսօր էլ ճշմարտությունը պետք է մեր սրտերում ավելի հաստատված լինի։
Ուրեմն թողեք Տերոջ խոսքից մի մաս նայենք, խնդրում եմ ոտքի կայնենք։ Տեր Հիսուս երբ որ մեռելներից ուրեմն հարություն էր առել, Պենտեկոստե եկավ, Պենտեկոստեից հետո Սուրբ Հոգին եկավ աշակերտների վրա եւ ասում է Պետրոսն ու Հովանես երբ որ գնացել էին տաճարը գնալու ժամանակ մեծ կաղ մարդ տեսան ընդ որ մուրացկանություն էր անում, մաղկատություն էր անում։ Ուրեմն Պետրոսն ասում է մենք դրամ չունենք քեզ տալու, բայց այն որ ունենք քեզի կտանք։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց եւ քայլի։ Եվ ասում է այդ կաղ մարդը վեր կացավ եւ Աստծուն փառաբաներով կպեր էր Պետրոսին ու Հովանեսին։ Եվ ամբողջը արագընթաց դրան շուրջը բռնավ եւ Պետրոսը դե քարոզում եւ մեծ թիվով մարդիկ ուրեմն ապաշխարելով նվիրվում են քրիստոնեության։ Հրյաների պետերն ու առաջնորդներ բարգացած այդ խնդիրի համար ուրեմն առաքյալներին բռնում են, բանտարկում են եւ այսպեսի իրանցից պահանջելով այս խոսակցությունն անցնում։ Ասում է եւ նրանց աշակերտներին կանգնեցրին մեջտեղը, հարցնում էին թե ինչ զորությունով կամ որ անունով արիք դուք այս կաղը ինչ անունով է լավացե։ Այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լեցված նրանց ասեց. Ով ժողովուրդ իշխաններ եւ Իսրայելի ծերեր, եթե մենք այսօր հարցաքննվում ենք մի տկար մարդի երախտիկի համար, թե ում ձեռքով այս բժշկվեցավ, թող հայտնի լինի ձեզ ամենիդ եւ բոլոր Իսրայելի ժողովրդին, որ Հիսուս Քրիստոս Նազովրեցու անունով, որին դուք խաչեցիք եւ որին Աստված հարություն տվավ մեռելներից, նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Նայե ձեզանից շինվածներից անարգված քարը, որ անկյունի գլուխ եղավ։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն չկա երկնքի ներքևը, հալելույա, մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Եվ Պետրոսի եւ Հովանեսի համարձակությունը տեսնելով եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տկետ մեկերն էին, այսինքն հատուկ աստվածաբանական դասեր չէին անցացրել, զարմանում էին, միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին։ Եվ այն ժամանակ եւ այն բժշկված մարդն էլ տեսնելով նրանց հետ կանգնած ոչինչ չունեին պատասխանելու։ Ուրեմն Պետրոսին եւ Հովանեսին այդ պետական առաջնորդներն ու մեծերը դատարան կանչելով ասում նրանց մեջտեղ կայնեցրով իրանցից հարցաքննում էին, որ դուք ինչ իշխանությունով եւ ում անունով եք այս մարդի բժշկության պատճառը եղել։ Ասում է Պետրոսն ու Հովանեսը Սուրբ Հոգով լեցված ամբողջ համարձակությունով այս քարոզն էին քարոզում, որ ձեզ ամենից հայտնի լինի, որ այն մարդին, որ դուք խաչակ, Աստված հարություն տվավ։ Տեսեք այս տեսարանը, մենք եթե երևից նայենք, կարելի է լավ չիմանանք ինչ անցնում։ Այդ խումբը Սենհեդրինի առաջնորդները դրանք էին, որ ամբողջ իշխանություն ունեին։ Այսինքն ազգային իշխանություն ունեին եւ դրա կողքին որոշ պետական իրավունքներ ունեին եւ կարող էին մարդկանց քարկոծեին հրեական օրենքի համաձայն, սպանեին։ Եվ այս դրանք էին, որ ժողովրդին դրթան Հիսուսին խաչեցին։ Հիմա Հիսուսին խաչել են, մի առժամանակ ձեռքեր լվացել են, ասում են ազատվեցինք։ Հիսուսը քարոզում էր, ամբողջը գնում էր Հիսուսի հետևից, նրանք նախանձից մեռնում էին։ Տեսնում էին, որ այս նոր անձնավորությունը, նոր հովիվը, նոր քարոզիչը 3 տարիա ծառայությունը սկսել է, բայց իր համբավը միջև Սուրիա, միջև շրջակա երկրները գնացել է։ Եվ ամբողջները մարդիկ հավաքվում են, գալիս են, բուժվում են իր միջոցով։ Եվ երբ որ նայում էին, տեսնում որ ուղղակիորեն Հիսուս իրանց հետ հակառակում է, որտեղ Հիսուսը կրոնական մարդ չէր, Հիսուս հոգևոր էր։ Կրոնը ընդհանրապես օրենքներ ունի, որ շատ ժամանակ աստվածապաշտությունը սահմանափակում է։ Եվ դրա համար քրիստոնեությունը օրենք չի, այլ փրկություն է, այլ Աստծո շնորհքն է։ Դրա համար չեք տեսնում, որ քրիստոնյաները հատուկ ձեռք լվացեն, հատուկ ժամի աղոթեն, կամ հատուկ ձևուկերպ աղոթեն։ Միջև ասած հայրմեն էլ երբեմն աղոթում ենք, որոշ եկեղեցիներ սովորական կրկնում են, էդիկ էլ չի մատնմուշ, որ միշտ մենք հայրմեր ասենք։
Մենք հայրմերի խորհուրդը վերցնում ենք, հենց այդ խորհուրդով աղոթում ենք, Աստծո հետ կապ ենք ստեղծում, տարբեր ժամեր ենք աղոթում, որ ժամանակ որ մենք փափագում ենք Տերոջ հետ կապը ստեղծենք, որ ժամանակ որ մենք ծառավենք Աստծուն, կամ մեր ժամերը մենք իքրերը սովորաբար դասավորում ենք Աստծուն պաշտենք, որտեղ նրան սիրում ենք։ Մեր կապը Աստծո հետ մատ ընկերային կապ է։ Գիտեք, Հիսուս Տերն ասավ, ես եմ ճանապարհ, ես եմ ճշմարտություն, ես եմ կյանք։ Եվ այդ ճշմարտության Տերը ասում է, որ միակ նրա անունով փրկություն կա։ Երբ որ Հիսուս ասում է ճշմարտություն է, գիտեք, ճշմարտությունը, այսինքն իրականությունը, որ մարմնանում է, կամ այն ասած խնդիրները, որ իրական է, ճշմարտություն է։ Բայց դրա կողքին քրիստոնեության նայվածքում ճշմարտությունը մատ անձնականություն է։ Ես մեկ փոքր բարդ է լի հասկանանք, բայց այսպեսի բացատրեմ։ Մենք երբ որ Գործկարաքելոց առակաց գրքում 8-րդ գլուխը կարդում ենք, իմաստության մասին է խոսում։ Մենք իմաստության մասին տարբեր քարոզներ քարոզեցինք։ Իմաստությունը իր հատկությունները ամեն ասում, բայց 8-րդ գլուխում իմաստությունը մատ քարակտեր է վերցնում, մատ անձնականություն է վերցնում։ Ասում ով անձնավորություն, երբ որ դու ինձի ունենաս, իմ հետ ելնես, հաջողակ ելնես, ես քեզ կօգնեմ, քեզի հաջողություն կտամ, ասում խաչմերուկներում, փողոցներու գլուխում, իմաստությունը կայնած ժողովրդին կոչ է տալի, եկեք ինձ մոտ, ես ձեզ հաջողություն կտամ, ես ձեզ կբարձրացնեմ, եթե ինձ հետ լինես եւ ինձի կողքիդ ունենաս, հաջողակ կելնես, հաղթական կելնես, հարուստ կելնես, քո համարյա ամբողջ երազանքները կիրականանա։ Այդ իմաստությունը մատ անձնականություն է դառնում 8-րդ գլուխում։ Հիմա նույնությունով քրիստոնեության ներսը ճշմարտությունը մատ քարակտեր ունի։ Ճշմարտություն Հիսուս Քրիստոսն է։ Եվ դրա համար ճշմարտությունը ոչ թե միայն Հիսուսով հայտնվել, այլ Հիսուսն ինքը ճշմարտություն է։ Եվ դրա համար այսպեսի ասեմ դեզի, երբ որ մենք ասում ենք սեր, ինչ ենք հասկանում սերից։ Սերը այն ժամանակ ենք հասկանում, որ մեկի հետ ընկերակցում ենք, սիրում ենք եւ սիրվում ենք, հասկանում սեր ինչ է։ Այսինքն սերը մենք այդ կապերի ներսը որ ունենք, այդտեղ ենք հասկանում սերն ինչ է եւ կարող ենք սերը ըմբռնենք։ Կամ մեկն ասում է իմ մորքուրի աղջիկը, մենք մտածում ենք իմ մորաքրոջ աղջիկը ով է, իր այդ ինչ կապ ունի, հասկանում է, ուրեմն նրանց կապը ինչպես է, այսինքն այդ կապը փորձարաբար ապրել է, ճաշակել է։ Հիմա երբ որ Հիսուս Տերը ճշմարտություն է, մենք այդ ճշմարտության հետ մատ կապ ունենք, հետը ապրում ենք, հետը կապ ենք ստեղծում, եւ այդ ձևով սկսում ենք ճանաչել։ Ասում է, երբ որ ճշմարտությունը ճանաչեք, ճշմարտությունը ձեզ կազատե։ Եվ այդ ճշմարտությունը մինակ հարաբերության ներսը, ընկերության ներսը ճանաչվում։ Հենց այդպես որ սերն ասամ, սերի մեկնաբանությունը դա ենք հասկանում, երբ սկսում ենք ապրել, նույնությունով որ մենք սկսում ենք Աստծո հետ ընկերակցել, նրա հետ նիստուկած անել, սկսում ենք ճանաչել իրեն։ Տեսնում ենք որքան բարի է, որքան համբերող է, որքան ներողամիտ է, ես երբ որ հանցանքի ներսեր ինձ չպատժեց, իմ հետ խիստ չխոսած, գուրքուրանքով ինձ մոտեցավ։ Ավելի ուզում ենք հասկանանք, երբ սուբյեկտ կարդում ենք, մարդիկ կային հրյաների ներսը, մեկեր կային մաքսավորներին, այսինքն հրյաներից թաքսին առնում, տալիս են Ռոմին։ Եվ դրա համար հրյաները ծածատում էին, իրանց հակազգային մարդիկ էին տեսնում։ Եվ մեծ մաս այդ tax collector-ները, տանք որ այդ փողերը հավաքում էին, մարդկանց իրանց իշխանությունից օգտվեին ուժին ասում, զորին ասում եւ մարդիկ ատում էին դրանց։ Հիսուս Տերն ըստ դրանց այդ ընկերակցություն էր անում, դրանց մեղքը չէր տեսնում։ Դրանց այդ ընկեր ելնելով ճշմարտությունը հայտնում էր եւ մեկ էս Մատթեոսն էր, որ սիրահարվել էր Տերոջ վրա։ Թողավ ամբողջ իր պաշտոնը, գործը, վիճակը եկավ Հիսուսի հետևից եկավ եւ աշակերտ եղավ Հիսուսին։ Այսինքն այդ ընկերակցությունը, որ Հիսուսը ստեղծում էր նրանց հետ, նրանք կարողանում ճշմարտությունը տեսնեին եւ Աստծո սերը տեսնեին։ Եվ այդ սկիզբ էր, որ նրանք գային հասին ճշմարտությանը եւ ճշմարտությունը նրանց ազատում էր։ Հիմա քրիստոնեության ներսը Հիսուսն է ճշմարտությունը եւ մեկ երբով Հիսուսն է եւ իր խոսքն է մեր այդ չափանիշը, կյանքի չափանիշը։ Այսինքն այսպես ասեմ, Աստծո խոսքը 10 հրամաններ ունի 5 տակարանում։ Մի գողանա, մի ստի եւ տարբեր 10 օրենքներ։ Աշխարհում սուտ կրոններ, սուտ գաղափարներ եւ շատ իսմեր կան, որ գալիս են ասում են, տեսեք, ճշմարտությունը Հիսուս չի։
ճշմարտությունը մի հատ մտածելակերպ չի։ Ճշմարտությունը կապ ունի մարդկանց, որ երկրում են ապրում, որ ժամանակ են ապրում եւ ինչ մտածելակերպ են ունեցել։ Ճիշտ կարծես մշակութային սովորություն կա, որ ամեն երկրում այդ սովորություններ կա։ Այդ դրանց մշակութային վարքերը։ Այդ մշակույթից մշակույթ սովորությունները տարբեր է, բայց շատ ժամանակ փիլիսոփայությունները են ասում, որ ճշմարտությունն էլ կապ ուտում մշակույթների։ Այսինքն ինչ։ Այսինքն իսլամի ներսը, այսինքն այդ նորմալ բանա, որ մարդ 4 հատ կին ունենա։ Ուրեմն ճշմարտությունը թե իրանց համար ասում են այդ ճիշտ է եւ այդ իրան ճշտությունն է։ Հին ժամանակվա մշակույթների ներսը նայեք, փոքր երեխաներին դնում էին կուրքի առաջ, կուրքը մատ եզանման, որ ոտքի կայնած էր, ներսից ուժիղ կրակ էին վառում, այնց որ այդ ճիշտ պղնձից սարքված արցանը կարմրում էր։ Հետո երեխային որպեսզի զոհ դնում էին այդ կուրքի ձեռքերի վրա իբրե մատաղ անեին։ Եվ այդ իրանց համար մեծ պատվավոր գործ էր։ Բայց արդյոք իմացել է շատ ժամանակ նրանք, որ սուտ ու աշխարհիկ փիլիսոփայություններ ունեն, ասում են ամեն ազգ ու ամեն ժողովուրդ իրանց համար մեծ ճշմարտություններ ունեն, որ այդ է իրան ճշմարտությունը։ Իմ ճշմարտությունը կարելի է նրանց համար սխալ լինի եւ նրանց իմ համար սխալ լինի եւ այդպեսով նրանց արդարացումը իրաց գործը իրաց մշակույթի համար ճիշտ է։ Այսինքն մեծ հավիտենական ճշմարտություն չկա իրանց սուտ մտածելակերպի ներսը։ Եվ այդ ձևով ամեն ազգի ու ամեն ժողովրդի վարքը արդարացնում են, որ այդ ժողովուրդը այդ ժամանակ իրաց համոզմունք է, ուրեմն ճիշտ են անում։ Եվ այդ ձևով աշխարհը այդ մեծ շեղումի ներսն է, որ Աստծոց երեսաշրջում ճշմարտությունը չի կարող տեսնել եւ ճշմարտությունը ուրանում է։ Բայց Սուրբի քիրականությունը սա է, որ հավիտենական օրենքներ մեզ տալի։ Մի օրենք, որ Հիսուսի ժամանակ կար, հիմա էլ կա եւ մինչեւ աշխարհի վերջը լեծ այդպեսի է։ Արդարության արժեքներ, որ Սուրբիկ տալիս է, անփոփոխ է։ Հավիտենական է։ Եվ դրա համար հիմա որոշ երկրներում երեխաներին զոհում են, ես ինչ անամ, երեխաներին ճնշում են, նրան շահագործում են, կանանց արժեքներն է մեջտեղից գնացած, իրանց տեսակետով նորմալ է, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Եվ այդ ձևով Սուրբ Գրքի խոսքը սա է, որ այդ օրենքներ, որ Սուրբ Գրքն տալի հավիտենական է։ Եվ դրա համար առաքյալը քարոզում է երկնքի առաստաղի ներքո ոչ մի միջոց եւ ոչ մի անուն չկա, բացի Հիսուս Քրիստոսի անունը, որ նրանով կարող ենք մեղքերի թողություն առնենք։ Եվ այս հավիտենական ճշմարտություն է։ Եթե դու ուզես երկինք է տասու Աստծոն հասնես, միակ մեկ ճանապարհ կա։ Հավատաս բոլոր սրտովդ Հիսուս Քրիստոս Աստծո որդուն, որ նա երկնքից իջավ մարմին ակավ, քո մեղքերիդ համար խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Եվ հիմա սաղ է նա։ Եվ իրեն հավատացողներին նա դպչում է, եւ այդ հարաբերության ներսն է գալի, եւ իր կենթանի լինելը նրանց փաստում է, հայտնում է, ցույց է տալի։ Ալելույա։ Եվ այդ ձևով մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը որ հարություն առե, այդ փառավորտեր իր փառքը մեր կյանքում էլ հայտնում է։ Այսինքն մենք էլ այս ժամանակաշրջանում, որ Հիսուսի հետ ապրում ենք, իրեն հավատում ենք, մեր կյանքի խնդիրներին ներսը տեսնում ենք, իր ձեռքը, իր ներկայությունը, իր հարության ներկայությունը։ Եվ ասում է առաքյալները ամբողջ քաջությունով այս ճշմարտությունը քարոզում էին։ Այսօր էլ եկեղեցին դերևս կարիք ունի այս քաջությունը եւ համարձակությունը ունենա իր պատկամիներսը։ Մատ հոգեբանական մտածելակերպ հույս է տալի մարդկանց, կամ մատ զեն, մատ մեդիտեյշն, որ մարդկանց մղում է խաղաղություն են առնում խափուսիկ մատ խոստումների հիման վրա, չպետք է իմ ու քո ձեռքը թույլատնե։ Որ ճշմարտություն, որ հավիտենական է, մենք մարդկանց այդ ամբողջ համարձակությունով չքարոզենք։ Եվ այդ որ առաքյալները մատ պատկամ են քարոզում հեղափոխական պատկամեր։ Այն ժամանակ հրյաներ իրանց համար օրենք ունին, ճանաչված մատ կրոն էին, Մովսես ունեին, որ հրաշալի Տերը գործեր արի իր միջոցով։ Դրանց դիմաց կայնել են ասում են ինչ, մենակ մեկ անուն կա, Մովսես չի։ Ոչ ուրիշ միջոց չի, կրոնները չեն, իսմերը չեն, փիլիսոփայությունները չեն։
որ մարդկանց փրկության պատճառ կելն են։ Մեկ անձնավորություն, Հիսուս Քրիստոս Աստծո որդին, որ Աստծո կողմից իջավ մարդկանց մեղքերը վիզառնելով, նրանց համար քավություն պատրաստեց, այսինքն մեղքերի ծածկոց, մեղքերի մաքրվել, մեղքերի ներել պատրաստեց։ Եվ այս Սուրբ անունը հրաշալի անուն է, որ նրանով է, որ քարոզչություն է լինում։ Եվ ասում են առաքյալները համարձակությունով քարոզում էին եւ ասում են նրանք տեսան, որ սրանք անուսուն մարդիկ են։ Այսինքն իրանց տեսակետով այն ժամանակվա կրոնական սովորություններով ոչ մի հատուկ դասարաններ չէին անցածրել, բայց տկար էին մտածում, որտեղ նրանք մատ տեր ունեին, որ 3 տարի այդ տերոջ ներկայությանը դասավանդվել էին, որ ունեին իշխանություն դևերի վրա, ունեին իշխանություն հիվանդությունների վրա, գիտեին երկնքի աստվածային խորհուրդները եւ իրանց մեծ հայտնության են եկի եւ ամեն ճշմարտություններ իմանում էին, բայց իրանց կրոնական մեկնաբանությունով ասած անուսու տկետ էին տեսնում։ Եվ ասում նրանց համարձակություն, երբ որ տեսան իմացան, որ Հիսուսի աշակերտներն են։ Իման մեկ այդ համարձակությունը Տերոջ կողմից է, որ շատ ժամանակ տրվում է մեզի։ Ես հիշում եմ, մեր ժամանակ մենք Թեհրանում որ ծառայություն ենք անում, տարբեր քաղաքներն էինք գնում ընդդեմ ծառայելու, մենք պետք է գայինք Մաշհադում ընդդեմ մի խումբ ունի գովություն ենք անում, ծառայում էինք ու երբեմն Բեշ Զահրային ասում ընդդեմ եկեք թիմիկ ընդե եղբայր Սուդմանդի համար արարողություններ են կատարում բան։ Ուրեմն մի ժամանակ անցավ եղբայր Սուդմանդի երեխեքի համար ու եղբայր Դիբաջի երեխեք, որ սրանք նահատակվել էին, սրանց համար ուզում են փասպորտ առնեին, պետությունը ասաց փասպորտ չէր տալի։ Ուրեմն դիմեցին ինձ ասան եղբայր Արմիկ, մեզ փասպորտ չեն տալի, պետք է ես ինչ անեմ, ինչ պետք է անենք։ Մենք էլ կապեցինք, իմացանք, որ պետք է եթանք Դատսեթանի քոլ, ընդդեմ Բարձրաստիճան դատարանում, ընդդեմ խոսենք, որ սրանց փասպորտ տան։ Եղբայր Էդվարդի հետ ուրեմն գնացինք, ասենք եթանք այդ Դատսեթանի, մեր սինկերտում մեծ դուրեր էր, շատ հաստ դուրեր, սրանք ամբողջը օտոմատիկ կոճակով բացվում էր, երբ որ ներսերը թում կողպում էր, այնց էր կողպում, որ կարծես պատ չի, այդ ամենը բանա, երկաթե մեծ սկա պատեր են։ Առաջինն անցանք, երկրորդն անցանք, այդպես տարբեր այդպեսի դուրերին բացվում ենք, անցնում էինք, երրորդի վրա ես նայամ եղբայր Էդվարդին կողքի կատակով ասամ եղբայր Էդվարդ մնացող էլանք, մեզ էլ կպահեն այստեղ։ Եկել ենք ուրիշների մոտ փաս առնեն, մեր փասն էլ կառնեն ձեռներիցս։ Նստեցինք այդտե, այդ ասավ այո, ինչ խնդիր կա, հետո եղբայր Էդվարդ սկսավ խոսելը, ասավ որ տարիներ առաջ մատ մուսուլման մեկը քրիստոնյա եղավ, մենք իրան մկրտեցինք, հետո հավատքիներս դաստիարակվավ, աճավ, մենք իրան վերապատվելի փաստեր սարքանք, ձեռնադրանք։ Այդ փաստերին դուք սպանեցիք, մենք իրան նահատակ կոչեցինք, հիմա այդ նահատակի երեխաները փասպորտ են ուզում, դուք իրան փասպորտ չեք տալի։ Եղբայր Էդվարդ դրանք մեկ-մեկ, որ ասում են, ես մի հատ նայում եմ, ասում են, որ մուսուլման էր, քրիստոնյա արեցինք, իրան փաստերը պատվելի ձեռնադրանք, ամեն մեկը իրանց իսլամական օրենքով մեզ պատիժ ուներ։ Այսինքն մեզ ու կսպանեին, ոչ մեր բարեկամներին էլ կարող են կանչին սպանեին, այդքան պատիժը շատ էր։ Եթե ես մատ նայում եմ եղբայր Էդվարդին, այսպեսի կիսածը ծաղալով ասեմ, որ մեղով ոչի, մենք հետ չենքետալու ոչ կետան եկեղեցու մնացած ժողովրդին էլ կբերեն ու բան։ Բայց դրա կողքին ասում ես մարդ իսկապես ինչքան քաջ է, ինչ համարձակ մարդ է։ Եվ ամբողջ քաջությունով այդ խոսքերը հասարակ մարդի խոսք չի։ Ես մենակ նայում եմ, ասում իսկապես հրաշալի եղբայր ունենք մեր մեջ։ Եվ այդ քաջությունով միջով վերջ այդպեսի խոսքեր հաստատ ասավ ու այն մարդ մեպոք լսած իմ ես մտածում ինչ պատասխան կտա, մեպոք իր մորուքը քաշքշեց ու բան ասավ, հա, ես տեղյակ չեմ եղել, ինչա, կհետևենք, տեսենք ինչ է, եղավ փասպորտ կտանք։ Մե 2 ամիս, 3 ամիս անցավ այդ ազատությունների փասպորտները տվան։ Ես եմ ուզում ասեմ, այդ քաջությունը Աստծո կողմից է։ Եվ իշացի ճիշտ առաքյալները այդ քաջությունով կայներին մի խումբի դիմաց, որ իրանց Տերոջը սպաներին, Հիսուսին խաչել էին։ Հիմա դրանց դիմաց այսպեսի կայներ են համարձակ քարոզում են, այդ անձնավորության, որ դուք խաչեցիք, Աստված հարություն տվավ, այսինքն հայտնի է, որ դուք Աստծո հակառակներն եք, դուք Աստծո ծրագրի հետ թշնամություն եք արել։ Բայց հիմա Աստված Հիսուսին հարություն է տվել, ոչ թե միայն այդ, այլ նրա անունով բժշկությունները շարունակվում են։ Եվ այդ ձևով իրանց պատկամը այդ հրյաների առաջնորդներին դողացնում էր, այսինքն այդքան խիստ էր այդ պատկամը։
Հիմա այդ ճշմարտությունը աշխարհի համար էս նույնն է։ Շատ տեղեր, որ այս քարոզը քարոզվում է իրանց մտածելակերպով, չէ, դուք կարճատես եք։ Ճշմարտությունը աշխատում են ծածկեն, ճշմարտությունը ասում է կախված է պայմանների, վիճակների, երկրների համոզմունքների վրա։ Ոչ, ճշմարտությունը հավիտենական է, ճշմարտությունը անփոփոխ է։ Եվ Հիսուսն այդ ճշմարտությունը։ Եվ դրա համար Հիսուս ասավ, ես եմ ճանապարհ, ես եմ ճշմարտություն, ես եմ կյանք։ Ուրիշ ճանապարհի չկա, չասավ ես շատ ճանապարհից մեկ ճանապարհներ եմ։ Այսօր այս փիլիսոփայությունները այդ հոգևորական ճանապարհներ, որ տալիս են, ամբողջը իրաց մտքերից հետո որ տարբեր ճանապարհներ կա, տարբեր կրոններ, տարբեր ճանապարհներ դեպի Աստծուն։ Այդպես չէ, որովին սուտ է։ Որտեղ Հիսուսը Աստծո որդի, ամենից բարձրն է, իր նմանը չկա, հալելույա, փառավոր Տեր է։ Այո, նա օրհնյալ Տեր է։ Նրա սուրբ անունով կա փրկություն, կա մեղքերի թողություն։ Երբ որ մեկը հավատում է այդ անունին, հավատում է այդ քարակտերը, որ այդ անունի հետևը կա, տեսնում է, որ նա մահի վրա իշխանություն ուներ։ Ինչպես տարբեր անգամներ Տեր Հիսուսը 7 անգամ պարզորեն աշակերտներին տարբեր ժամանակներում ասավ, ես կմեռնեմ, երրորդ օրը հարություն կառնեմ։ Ով է այդպեսի մեկը աշխարհում եղել։ Եվ իսկապես ով է Հիսուսի նման։ Մարգարեների ներսը նայեք, գաղափարների ներսը նայեք, իր գաղափարը, իր խոսքը ամենաբարձրն է։ Իր մոտեցումը խնդիրներին։ Եվ այդ որ իր ապական խնդիրներ որ խոսացել է, իրանման մեկ չկա։ Եվ դևային աշխարհը դիմանում է, երբ որ Տեր Հիսուսը ծառայում էր հիվանդներին ու դևահարներին հրաման էր տալի դևերը դուրս գնային, ասում այդ դևերը աղաղակում էին, ասում են ով Աստծո սուրբ, ով Աստծո որդի մենք քեզ ճանաչում ենք, արդյոք ժամանակից շուտ ես եկել մեզի դատելու եւ դժոխք ուղարկելու։ Դևերն էլ Հիսուսի տերությունը դավանում էին։ Այսօր մարդիկ այդ դևերից էլ կարծեն կամ են գնացի, որ չեն կարողանում Հիսուսի տերությունը տեսնեն։ Անհավատությունը իրաց կույրացրել է։ Բայց Հիսուսը փառավոր Տեր է, նա օրհնյալ Տեր է։ Եվ նա այդ ճշմարտության մարմնացումն է, որ ճշմարտությունը մեզ հայտնում է, երբ որ մենք Հիսուսի հետ ընկերակցում ենք, սկսում է այդ հոգևոր աշխարհը մեզ համար լուսավորվել։ Դա որ առաքյալներ գրում են, ասում է որ կյանքը մարմին ակավ, մենք իրան տեսանք, իր այդ նիստուկած արանք, իրան ճաշակեցինք, իր այդ ապրանք, տեսանք իր հարության զորությունը, տեսանք, որ իրանում կյանք կա։ Այն ժամանակ, որ Տեր Հիսուսը որոշ բաներ էր ասում, բարդ բաներ էր ասում, դժվարին բաներ էր ասում, որ մարդկորեն անհասկանալի էր։ Մարդիկ չէին հասկանում։ Ասում էր, այս տաճարը քանդեք, ես 3 օրից կվերակառուցեմ։ Նրանք մեծ տաճար ունեին, որ 46 տարի տևել էր սարքել էին եւ տարի վրան գործում էին ավելի նոր շինարարություններով, մեծ աշխարհահռչակ մեծ ասած կառույցին պատրաստե, որ դրանով պարծենում էին, տաճարներ տաճարով պարծենում էին։ Եվ Հիսուս ասում է, քանդեք ես երրորդ օրը կսարքեմ։ Նրանք չէին հասկանում Հիսուսն ինչ ասում, երբ որ իրան խաչելու ժամանակ ասան, հա, ինքն ասել այս քանդեք ես երրորդ օրը հարություն կսարքեմ։ Հիսուսը իր մարմնի մասին էր խոսում, որպեսզի Աստծո տաճար, որ այս տաճարը քանդեք, այսինքն դի սպանեք երրորդ օրը հարություն կառնեմ։ Բայց եթե Հիսուսը կարող էր մեռնել ու սաղանալ, այդ էր ավելի հանգիստ քան դեմա տաճարը, որ 46 տարով սարքերին քանդեր սարքեր։ Այն որ կարող էր մեռնել սաղանալ, իհարկե կարող էր այդ տաճարը վարքյանապես մեծ խոսքով էլ վերակառուցեր։ Եվ այդ էր, որ շատ ժամանակ մարդիկ չէին հասկանում Հիսուսին մեղադրում էին, ինքը պատասխան չէր տալի։ Հիմա այդ փառավոր Տերը այդպեսով մեզ հետ կապի ներսն է, մենք հետ ապրում ենք, տեսնում ենք։ Եվ այդ ձևով կարող ենք ճանաչենք, որ նա ճշմարտություն է, նա հավիտենական Տեր է, նա Աստծո որդի է։ Նա է, որ ամեն իսմերից ավելի բարձրն է։ Գիտեք, մեծ մասամբ տարբեր գաղափարներ, կրոններ, փիլիսոփայություններ, հոգեբանական ճանապարհներ, այդ արևելային շարժումներ, որ կրոնական շարժումներ են բերում, սրանք ամբողջ գիտեք իրանց արդյունքն ինչ է, արդյունքը մեծ մոլերի ցուցիչ կացություն է, որ ստեղ ասում, որ ճշմարտությունը հայտնի չի ինչ է,
ամեն ազնվորության մնում է ճշմարտությունը, ինչ որ ինքն համոզված է։ Ուրեմն այդ հավիտենական ու այդ ամբողջ համաշխարհային ճշմարտություն չկա։ Ասենք արդարությունն էս եւ մենք ենթարկվենք ոչ մի բան չկա։ Եվ այդ ձևով ուրանում են ճշմարտության ասած լինելը եւ աշխարհահռչակ ճշմարտությանը։ Դրա կողքին նրանց մոտեցումն է որ տարբեր ճանապարհներ կա Աստծուն հասնել։ Դու տենցի գնա, դու այն կոմից գնա, դու այդ կրոնով գնա, դու այս իսմով գնա, դու մեդիտեյշնով գնա։ Մեծ մասամբ իման մեկ Սուրբ Գիրքը մեզ դրդում է, որ մենք մտածելով Աստծո ներկայությանը գնանք եւ իր հետ կապը ստեղծենք եւ այդ կապի ներսը իր փառքը մեր կյանքում Երևան գա։ Մենք մեր խոսքով քրիստոնական մեդիտեյշն ունենք։ Եվ երեք զույգերի ժողովում էր, որ ես խոսում էին, որ Դավիթն ասում է, որ Տեր, ես քո օրենքը սիրում եմ, ցերեկ ու գիշերի մտածմունքն է։ Մտածում եմ քո օրենքը, քո հրամանները, քո պատվիրանքները հասկանամ։ Եվ այդտեղում ես եզրակացությանը հասնում, որ Տերը օրենքներ ունի, որ դրանք հասկանալով եւ նվիրվելով այդ օրենքներին, մենք կարող ենք այն ուղղությամբ գանք, որ սուրբ ու արդար ապրենք եւ Աստծո պաշտպանությունը մեզ հետ կելնի։ Ուրեմն մենք մատ հոգևոր մեդիտեյշն ունենք, որ Աստծո ներկայության մտածում ենք, բայց այդտեղում ինչ է, մենք այդ մտածմունքի ներս երթում ենք Տերոջ ներկայությանը, մտածում ենք իր քարակտերի վրա, իր խոսքի վրա, իր խոստումների վրա, տարբեր իր գործերի վրա ենք մտածում։ Այն կողմից զենն ու մեդիտեյշն որ աշխարհում կասում են ինչ, ամբողջ քո միտքերը դադարգի։ Եվ աշխատի ամբողջ ասած բնության հետ միանաս։ Լավ ասպարեզը բացի որ դևերը գան քո սրտում դոկումենտ տիրապետ են, այդ իրանց ներշնչումն է։ Եվ այդ ձևով այդ որ մեկ փոք դադարգվում են ու բան համբեփ ժամանակավոր իրանց հանգստություն է տալի, բայց արդյունքը որտեղ ասնում, բացի որ դևերի համար առիթ պատրաստը, որտեղ նրանք դևային աշխարհն էլ ուրանում են, չեն կարողանում տեսնել։ Հենց այդ որ Տեր Հիսուսը իր բարակույրներն են կոմ քաշավ, ասավ սատանան, այդ մարդասպանն է, այն առաջվա վիշապն ու գողն է, որ գալիս է գողանա մարդկանց խափի։ Եվ նրանց թանկարժեք խնդիրներ, որ իրենց հավատքն է, իրենց փրկությունն է, ընտանեկան արժեքներն է, իրենց սրբությունն է, դրանք իրենցից խլում է։ Նրանք առանց որ իմանան, ոչինչ ամեն ձերից տալիս է։ Եվ այդ ձևով այդ սուտ կրոնները շատ ժամանակ այդ ձևով մարդկանց ղեկավարում են մետեղ, որ ամեն ինչը համարյա թե ձերից տալով նվիրվեն սատանային, նվիրվեն բնությանը, նվիրվեն մեկ երբով այդ կացությանը, որ իրանցից դադարգվում են։ Եվ ասում եմ, եթե դու քեզ հասնես, քեզ անում աստվածներ կգտնես, աստվածային ուժ կգտնես։ Տեսեք, իրականությունը մարդը Աստծո նման է ստեղծվել։ Թանկարժեք հատկություններ իրանում կա, բայց Աստծո տեղը չի կարող բռնի։ Տեր Հիսուսն ասավ, դուք աստվածներ եք, այսինքն աստվածային կարողություններ մարդու ներսը կա։ Այդ Աստված մարդու այդպես ստեղծել է։ Հիմա ինչ մենք այդ հասկանալով կամ գիտություն օգնում մեզ հասկանում ենք, որ ով ենք, ավելի հասկանալով այդ ամեն առավելությունները օգտվենք եւ ապրենք երջանիկ ու բախտավոր եւ Աստծուն փառք տանք, որ այսպեսի մատեակա ստեղծե։ Ինչ այդպեսի մոտենանք, կամաց գալիս ենք մեծ տեղ վրացում ենք ինքներս աստվածներ ենք, էլ Աստծուն կարիք չունենք։ Էլ ճշմարտությունը ինչ է, Հիսուս Աստծո որդի անմիտ է։ Մի հատ կրոն, մի հատ գաղափար, այնպես է որ երկնքի առաստաղիներ կա, մենակ մի անուն կա, որ փրկության միջոցով չէ, տարբեր ճանապարհներ կա։ Եվ այդ ձևով դուրերը բացում են սատանայի համար, դուրերը բացում են շեղումի համար, հենց այդ գողի գործն են անում, որ գալիս է մարդկանց թանկարժեք բան, որ իրենց հոգին է վերջնականը, խլում է եւ գողանում է եւ պատրաստում է դժոխային ապակայի համար։ Բայց Տեր Հիսուսի խոսքը հավիտենական է, հալելույա։ Նրա անունը փառավոր է։ Գիտեք, Սուրբ Գիրքը շատ նախագուշակումներ ունի տարբեր խնդիրների մասին։ Եվ մի հատ խնդիր, որ ունի ապակայի աշխարհի ապական է խոսում։ Ցույց է տալի, որ ժամ կգա, որ Հիսուս Տերը փառքով գալիս է երկնքից եւ Հովանես Արաքյալը տեսարան տեսնում է։ Տեսնում է, որ ամբողջ էակները, ռեշտակային դասերը, քերոբեները, սերոբեները Աստծո նոր ներքում են ու փառաբանում են։
Եվ ոչ ոք չկա Աստծո ներկայությանը, որ կարողանա բացի Հիսուս ուրիշ մի բանի մասին խոսե։ Եվ տեսնում եմ, որ միակ նրա անունով է ամբողջ ազգերի քավությունն ու փրկությունը։ Եվ միլիարդավոր մարդիկ կան երկնքում, որ Հիսուսի արյունով մաքրված են եւ երկնքում նրան օրհներքում են ու փառաբանում են։ Եվ այդ ճշմարտությունը, որ Աստծո խոսքը ցույց է տալի։ Եվ Էդիա որ երկնքին առաստաղի ներքո միակ մեկ անուն կա, Հիսուս անուն, որ նրանով է միայն մենք կարող ենք փրկվենք։ Եվ այդ մեր պատկամն է, նրանով մենք փրկվել ենք եւ այդ պատկամն է, որ աշխարհում փոխանցում ենք։ Եվ դրա համար սիրելիս, ես ու դու էլ դամարձակությունը պետք է ունենանք, որ ամեն տեղ այդ սուրբ անունը կիսվելով վկայենք, որ նրա անունով, միակ նրա անունով այս աշխարհի առաստաղի ներքո մեկ անուն կա, Հիսուս Քրիստոս Աստծո որդու անունը։ Որ այդ անունը կոչվում է Հիսուս, այսինքն փրկիչ, Քրիստոս, այսինքն Աստծո օծյալը, Աստծո օծյալը, որ եկել է մարդկանց փրկելու։ Եվ այդ ձևով այդ սուրբ անունն է միակ մարդկանց ճշմարիտ դեղը, փրկությունը, կյանքը եւ այդ անվան ներսկա զորություն բժշկության համար, մեղքերի թողության համար։ Այդ անունը, երբ որ մեր աղոթները այդ անունով ստորագրում ենք, Հիսուս անունով ենք աղոթում, երկնքում այդ աղոթքը հարգված ու սիրված է։ Գիտեք, երբ որ ասում է Հիսուսով փրկություն չկա, այն ժամանակ ինչ ճանապարհ կար փրկության համար։ Մովսեսական օրենքի համաձայն կրոնական ճանապարհ էր։ Այսինքն պետք է մարդիկ մովսեսական ամբողջ հրամանները պահեին եւ շատ մանրամաս օրենքներ էլ իրանց առաջնորդներ պատրաստեին, որ ասում են, քանի 100 հատ օրենքներ կար, մանրամաս այդ օրենքներ պետք է պահելով, որ ընտիր գտնվին ու կարողանային Աստծուն հաճելի լինեին։ Այսինքն մատ կրոնական ձև կար։ Գիտեք կրոնի հիմքն ինչ է։ Կրոնի հիմքը հիմնված է սրանով, որ մարդը ջանանա, ջանացի լավ ելնես, ջանացի սուրբ ելնես, ջանացի անմեղ ելնես, ջանացի քո կյանքդ փոխես։ Այսինքն կրոնը հիմնված է մարդու ջանքերի վրա։ Եվ դրա համար մենք կրոնական քարոզ չենք կարծում։ Մեր ջանքը ինչ է։ Մենք հավատքի խոսք ունենք։ Հավատա Հիսուսին, մեղքերի թողություն կառնես։ Հավատա Հիսուսին, կբժշկվես։ Հավատա Հիսուսին, դու օրհնված ես։ Հավատա Հիսուսին, Հիսուսի ամբողջ պատրաստած խնդիրներ քո համար կդառնա։ Եվ երբ որ խաչի վրա գալիս ենք, տեսնում ենք, որ Հիսուսին մատ փշե պսակ դրան Հիսուսի գլուխի։ Այսինքն Հիսուսին ասում են թագավոր, որտեղ ինքն ասում էր ես թագավոր եմ։ Եվ Պիղատոսն հարցրավ, ասավ արդյոք դու թագավոր ես, ասավ այո, ես դրան համար եմ ծնվել։ Բայց իմ թագավորությունը այս աշխարհի թագավորությունից չի։ Դրա համար իրան ուզում ուժով տանի թագավորանին մերժում էր։ Իր թագավորությունը երկնային հավիտենական է։ Եվ ժամ կգա, որ այդ թագավորությունը կգա այնտես երկրագնդում մարդիկ ենթարկվեն իրան։ Այդ թագավորության ներսը կա արդարություն, կա խաղաղություն, կա եւ սուրբ հոգու ուրախություն։ Երբ որ մեր թագավորության ներսը արդարություն է, լի մարդիկ գոհ են։ Երբ մեր թագավորության ներսը մարդիկ ինչ որ ուզում են իրաց տրվե, առատորեն լինի, մարդիկ ամենը երջանիկ ապրեն, ոչ ոք չի դժգոհի, հեղափոխություն չի ելնի, դժգոհություն չի ելնի։ Եվ այդ որ Հիսուսի թագավորության ժամանակ այդպեսի կերլի մարդիկ բավարար, առատ, օրհնված, երջանիկ, բախտավոր կապրեն։ Եւ այդ թագավորությունը, որ Հիսուսը քարոզում էր, որ այդ թագավորության համար Պիղատոսին ասավ այո ես թագավոր եմ։ Այդ թագավորը ինչ իրան հարկեին, ինչ պատվեին, կան ինչ արանեկա խաչի վրա խաչում էին, նա խաչը մատ փշեպսակ դրան գլխին։ Փշեպսակը նմուշ էր անեծքի, այս աշխարհի անեծքը, մեղքերը, ամբողջ մեղքի հետևանքները Հիսուսը վիզ առավ, Հիսուսն ինքն ընդունեց։ Որպեսզի ես ու դու անեծքից, մեղքի հետևանքից ազատվենք։ Էտա որ ավետարանի քարոզը հավատքի խոսք է։ Այսինքն հավատա մեղքերի թողություն կառնես։ Ես ինչ պետք է անեմ։ Տեսեք մենք գործեր ունենք անելու, պետք է աղոթենք, պետք է վկայենք, պետք է ծառայենք, շատ գործեր ունենք անելու, բայց ամենակարևորն է որ նախ որ մենք գործ մենք անենք, պետք է տեսնենք Հիսուսն ինչ արե։ Եթե մենք չիմանանք Հիսուսի գործը ինչ է եւ Աստծո տեսակետով այդ գործը ինչքան կարևոր է, մենք ինչ անենք մետեղ չենք ասնի, այսինքն Աստծո մոտ ընդունված չենք։ Բայց երբ որ մենք հասնում ենք մետեղ որ տեսնում ենք Հիսուսի արած գործը,
որտեղ նրանով է արդարությունը, նրանով է փրկությունը, նրանով է մեղքերի թողությունը։ Երբ որ հասնում ենք այդ կետին, ուրեմն նոր իմանում ենք, որ ամեն ինչը Հիսուսով է եւ նրա շնորհքով է։ Եվ մենք նվիրվում ենք այդ Տերոջը ամբողջ սերով կամավորապես մեր լավագույն անում ենք իրեն փառավորելու համար։ Եվ այլևս չենք ասում Տեր, ես էս արամ, ես են արամ։ Գիտեք կրոնական հատկություններն էս ինչա, երբ որ մարդիկ ջանք են անում, փարիսեցիների նման։ Եկավ ասավ Տեր, քեզ փառք եմ տալիս, մեղավորի նման չեմ։ Ես շատ լավն եմ, ամեն ինչ ճիշտ է։ Շատ զգուշ եմ։ Ամեն ինչ տեղ-տեղն է, 10-րդս տալիս եմ, աղոտ կսանում եմ, լավություններ սարում, ամեն ինչ, ոչ եկի նման չկա, այսինքն այդ համեմատություն կա կրոնական ապրելաձևի ներսը։ Բայց մենք հոգևոր ասպարեզում ինչ ունենք, ասում ենք Հիսուսից, որտեղ նրանով է մեր արդարությունը, նրանով է մեր փրկությունը, նրա շնորհքով ենք մենք ստացել։ Մենք մի բան ենք ստացել, որ ոչ ոք չունի, բայց մեզանից չի։ Այդ Աստծո շնորհքն է։ Աստծո անչափ ու անսահման բարությունից ու ողորմությունից աղբյուր առած, որ ես ու դու կարող ենք ձրիապես փրկվենք։ Հալելույա։ Այդ Տերը փառավոր Տեր է, այդ Տերը հրաշալի է։ Այդ անունով է, որ մենք քարոզում ենք։ Եվ դրա համար ասում որ այս երկնքի առաստաղի ներքո մեկ անուն կա, Հիսուս Քրիստոս Աստծո որդին, որ միայն այդ անունով մարդիկ կարող են մեղքերի թողություն առնել։ Ոչ հրեական սովորություններով, ով հրեական Պետեր, ձեզ մտածելակերպը, դուք այն տունը սարքողներն եք, որ այդ քարը, որ մերժեր եք, անկյունակար եղավ, Աստծո առաջի ծրագիրը սա է, որ այդ քարի հիման վրա է, որ ամբողջ շենք սարքվում է, ամբողջ Աստծո ծրագիրը ձևակերպվում է, եւ այդ Հիսուս Քրիստոս Տերն է։ Այդ Հիսուս այդ քարն է, որ այդ քարը շարունակվում է եւ այն տաճարն է սարքում, որ Աստծո ծրագիրն է, Աստծո ամբողջ փլանն է, Աստծո ամբողջ ուզածն է։ Եվ առաքյալների համարձակ պատգամն ու քարոզը շատ տպավորիչ խոսք էր։ Եվ հրեաների առաջնորդը տեսան ինչ չեն կարողանում մի բան ասեին, երբ որ ասում տեսան այդ կաղ մարդը որ բուժվել է, էլ արդեն պատճառ չունեին որը մի բան հակառակեին։ Միայն նրանց ծածուկում կանչան եւ սպառնալիքով ասան էլ ոչ միտեղ Հիսուսի մասին չխոսակ, մարդկանց չքարոզեք, չսովորեցնեք։ Նրանք էլ ասան, արդյոք ձեր խոսքը պետք է Աստծո խոսքից վեր դնենք, եթե այդպեսի ասեք մենք կանենք։ Որ պատասխան էր, որ իհարկե որ չէ, Աստծո խոսքը բարձր է, Աստծո խոսքն առաջնահերթն է, Աստծո կամքը ամենագերազանցն է, եւ մենք նվիրված ենք այդ կամքին։